Մարտի 18 Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սրտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ մարտի 18 և տարվա 12-րդ շաբաթ։ Եկեք միասին 3 անգամ ընթերցենք անգիր սովորելու համար նախատեսված 12-րդ շաբաթվա հատվածը։ Ես կկարդամ, առաջին անգամ կլռեմ, երկրորդ անգամ ընթերցելու առիթը տալով ձեզ, այնուհետև ես և դուք միասին կկարդանք երրորդ անգամ։ Այսպես ամեն օր 3 անգամ կարդալով մինչև յուրաքանչյուր շաբաթվա վերջ, հեշտությամբ, բայց ձեր նվիրվածության ու ներդրված ջանքերի արդյունքում շաբաթ առ շաբաթ ավելացնելով անգիր արված մեկ հատված, տարվա վերջում 52 վարդապետական և կիրառական կարևոր աստվածաշնչյան հատվածներ կդառնան ձեր սեփականը։ Հավատարմությունը և հետևողական մնալը կարևոր գործոններ են այս ընթացքում։ 12-րդ շաբաթում անգիր ենք անում Կողոսացիս 2-րդ գլուխ 13 և 14 համարները։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլպատության մեջ, իր հետ կենդանացրեց մեր բոլոր հանցանքները ներելով, և ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերցրեց ու խաչափայտին գամեց։ Այժմ դուք կարդացեք։ Եվ երրորդ անգամ միասին կարդանք։ Կողոսացիս 2-րդ գլուխ 13-ից 14 համարներ։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլպատության մեջ, իր հետ կենդանացրեց մեր բոլոր հանցանքները ներելով, և ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը, և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց։ Այսօրվա աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տակարանից թվոց 33, 1-ից մինչև 34-29, Սաղմոս 35, 9-ից 16, Առակաց 12, 2, Նոր կտակարանից Մարկոս 15, 1-ից 26 համարներ։ Մաղթում եմ ձեզ ուրախ և օրհնյալ օր, մինչ հաջորդ հանդիպում։